Բարի երեկո հարգելի հայազգ, ցանները տանեմ, ինչ ասեմ։ Էլ ուզում եմ ձեզ հետ խոսամ, էլի զրուցանեմ մի քիչ։ Ինչա կատարվում է մեր Հայաստանում։ Նոր նայեցի Ռաման Բաղդասարյանի լայվը ու ահագին բան իր հետ համաձայն եմ, որ ինքը ասում է, էլի։ Ոնց ասենք, ուրեմն անցնենք մեր այս Հայաստանի այս սուտին դիմություն հետ Էդմոն Մարոկյան, Արթուր Վանեցյան, չգիտեմ Պողոս Պետրոսյան, կաթողիկոս, մաթողիկոս նրանց։ Այն Էդմոն Մարոկյան вообще ուշադրություն մի դարձեք, նա կուկլա, ոնց ասենք, նա մի հատ իդիոտ է, էլի։ Նա մի հատ կլոուն է։ Արա քանի անգամ կարելի է մարդկանց դավաճանել, հեյք է, էլի։ Այդ դավաճանությունը քո արյան մեջ է, ես զարմանում եմ, ծեմբոլ է դու լորեցի ես, ինչքան գիտեմ։ Քոլեցի, այ քոլեցի։ Քոլեցիները կարգին տղեկ են, ես դրսերում ունեցել եմ քոլեցի ընկերներ, որոնք հիմա էլ ոչմ լավ մարդիկ են, ես ինչ ես անում, այ քոլեցի։ Քեծս այդ կամ Արթուր Վանեցյան, դու եթե դու գեներալ ես, то ես գեներալիսիմուս եմ, ես Նապոլեոնն եմ, արա։ Ու դիմում եմ, ու հասկացեք ժողովուրդ, Արթուր Վանեցյանի իր գեներալական այդ բանը, ինչ են ասում, ստանում է այդ թոշակը, ստանում է իմ եւ ձեր մուծված փողերից։ Դուք հասկանում եք, նրան խիչի, պարոն Փաշինյան, ես ինչ ես անում, խիչ ես դրան կանչում պագոնները պոկում, արա։ Ինչքան են քեզ հավատալու, մինչև երբ ես մեզ խաբելու։ Հերիքա էլի, արա, քեզ ծիրալք, հարգալք, տրալք, մեզնով է դու դարար վարչապետ ու Հայաստանի թագավոր, ոչ թե, չգիտեմ, ում մոմենտներով։ Այդքանը հաշվի է, որ ժողովուրդը դա նայում է, ու ես հեսա կասեմ, հեսա վախտը եկել, հեսա կամաց կասեմ, ես ինչ ես անում, պագոնները պոկի, դա են Արշակ Կարապետյան, են գեներալները մեր փողերը տանում են, խի մուծված կոպեկներից և մարդկանց կոպեկներից դրանք 100,000-ներով թոշակ ստանան, խի։ Ով է Արթուր Վանեցյանը, Արթուր Վանեցյանը, ես գալիս եմ, ինչքան խոսում եմ Էդմոն Մարոկյան, Արթուր Վանեցյան, դրանց մասին вообще դրանք մարդ չն, հավատացեք ժողովուրդ, Կրիմ նաշ, Կրիմ չգիտեմ ինչ, են Էդմոն Մարոկյանը, արա, այ մութավոր Հայաստան, դու մթավոր Հայաստան ես, դու լուսավոր չես, ոնց ես ես ժողովրդին ուզում խապիս քեծս հիմա այնտեղ ստին լավը սարքի արար աշխարհը, թե դուք Աստծուն հավատում եք, դու այդ Արթուր Վանեցա ինչա, ես իմ բիզը կկտրեմ, եթե դուք Աստծուն մի գրամ հավատում եք, ես աթեիստ եմ ինքս, բայց չեմ հավատում ձեզ, որովհետև դուք էլ չկա, դուք կյանքում չեք հավատա Աստծուն, արա, դուք ենքան մեղքեր ունեք, որ Աստված ձեզ նակազատ չարի, դե եթե կա թող ձեր վիզը այսօր պետք է կտրվեր, էլի, խի չկտրվում, էդ եմ ասում, ու Արթուր Վանեցյանին, ես մի անգամ տարիներ առաջ 19-20 թիվներ, կարծեմ, թե 21 ամենաշատ, ուրեմն ելույթներից մեկում ասել եմ, որ կպել եմ Ալեն Սիմոնյանին, որ Ալեն Սիմոնյանն է մեղավոր, իսկական ժողովուրդ տենց է, սենց ասեմ, որ ինձ դատի չտա, էլի հանկարծ Ալեն Սիմոնյանը, ըստ օդում կախված լուրերի, Ալեն Սիմոնյանն է այդ բանին, այդ Արթուր Վանեցյանին բերե դրե մեր անվտանգության ծառայության պետ, սենց ասենք, որովհետև նորից եմ կրկնում, ինչ ասում եմ, էլ չեմ կրկնելու, օդում կախված լուրերի, ինձ ասել եմ, որ Ալեն Սիմոնյանը Արթուր Վանեցյանի ագենտն էր վախտերին, այն վախտերով, դե Վանեցյան չի կարա դա բացահայտի, Ալեն Սիմոնյան, ես քեզ այն վաղտ կպա ասեցի, խի ես բերես սրան, որ սենց արեց, հիմա էլ մի բան եմ ասում, քո ծննդի օրին նստում են Վանեցի ախպերությունը համայնքապետերով, այն մեր Սյունիքից 2 համայնքապետ մեր Գյալմա մարզպետի հետ, որը Գյալմա է իսկականից, նստել են քո դու չես ամաչում Սիմոնյան Ալեն, թե այդ կեղծ ժպիտը, այդ կեղծ դուխով խոսալ էդ, որ սենց կանեմ, նենց կանեմ, ախր առաջինը դու ես փախնելու, ոնց որ նոյեմբերի 9-ի 10-ին 20 թվի հետ քեզ չգտան, միենակ Արարատ Միրզոյանին գտան, Արարատի ցավը տանեմ եւ մեր վարչապետին, այն ուզում գտնեին, վարչապետին հազիվ փախցրին։ Այդ դու ոնց գիտեիր, որ վախտին փախար, արա եմ ասում քեզ, որովհետեւ դու արդեն լեկտեացել ես,
լկտիացել ես բարիս բուն իմաստով։ Դու սեպս գցում ձեր ԿՊ-ի մեջ բաժանել ես խմբերի, ինչ ես ուզում ասես։ Դե դատի տուր ինձից էլ փող ստաց, արա փող չունեմ ես։ Ու ասեմ դու մեղավոր ես, դու այնքան սխալներ ես գործել, որ չգիտեմ ոնց քեզ ասեմ։ Հիմա կարող է այդ ԿՊ-ի այն զոմբիները հարձակվեն վրես, ոչ, ԿՊ-ում կան լավ տղաներ, հոյակապ, ազնիվ տղաներ, դրանց գցում են, խի կարաք ինձ բացատրեք, խի են դրանց շարքից հանում, որտեվ իրանք ուտում են։ Այսօր ինչ գործ ունեն մեր համայնքապետերը, որոնք 20 տարվա սրոկը վրեները, այս ժողովուրդն էլ զարմանում է, մեր քաջան ժողովուրդ այսօր խոսում է, ասում է, այս Ալեն Սիմոնյանի ծննդին սա ինչ գործ ուներ այդ մեր համայնքապետերից, Բոշում, ինչ գործ ուներ, փող ատալի քեզ Ալեն, ինչքան փող ես վերցնում դրանից, արա, չեք թողում սրա հասել է վճռաբեկում չեք թողում քնին, հես սա արդեն քանի տարի է վճռաբեկում է, ինչ եք ուզում ասեք, արա, այսօր էլ դատական համակարգ ինչ որ դատարանների Սրպոյի Գալյան, այդ որ խոսում ես, երկար ձեր վարչապետը ասես, չէ որ երկար է տևում ես ամեն ինչը, ինչի՞ չես կարճ կտրում, Սովետական միության այդքան քրֆում եք, այդքան ասում եք, ես ձեզ ասեմ, սովետական միություն մի լավ բան ուներ, 3 օրում դատանում էր ու շպրտում էր, էլ չէր լսում, հետաձգել, չգիտեմ ինչ, փող հասկանում եմ, փողել էին վերցնում, բայց ամեն դեպքում պետությունը նրանք այն վաղտ առաջի դերում էր, հա, առաջի դերում էր պետությունը, ու այսօր, այս ինչ եք անում դուք, արա, ամոթա ձեզ արա, այս ժողովուրդը նայում է, Ժողովուրդը խոսում է, պարոն մեծարգո հայոց վարչապետ Փաշինյան ջան, դու հասկանում ես, որ խփում է Ալեն Սիմոնյանը այս իրա քայլով խփեց ձեր մեջքին, ու դու կորցրիք ահագին ձայներ։ Մեկը բախտը որ գա այն ձեր այսպես կոչված ընդդիմադեր սուտ է, չեմ ուզում եք քրֆեմ, այդ պորնիկի ծնունդները այդ հարցը բարձրացնում Ալեն Սիմոնյանի ծննդին ներկա է Գյալմա մարզպետի հետ իր երկու այն հանցագործ էլ չեն, դրանք հանցագործի կարգի մարդիկ են, դրանք են փողով հանցագործ, հենց ասեմ, փողով հանցագործները, որ նստել էին ձեր չեք ամաչում դուք արա, այս ինչ եք անում, պարոն մեծարգո պարոն Արայիկ Հարությունյան, դուք եք մեր վարչապետի կողքը, հասցրեք եւ Անդրանիկ Սիմոնյան ջան, KGB-ի մեր ԱԱԾ-ի պետ տնորեն, ասա այս ամեն ինչը, ինչի եք վախենում դուք Ալեն Սիմոնյանից, ով է նա ինձման մարդ է, անկախ նրանից նա նստած է պաշտոնի, թե ինձման ինվալիդ մարդ է, որ նստած է իր տանը սենց խոսում է, խիչ եք ուշադրություն դարձնում, մինչև երբ եք դուք խաբելու ես ժողովրդին, արա, հերիք է, նես չանեք, որ չընտրվեք, իսկ որ չընտրվեք, չեք հասնելու փախնեք, ասինքն Ալեն Սիմոնյանը արագ է թռնելու, նա փախնելու է, նա գիտի իր ձևերը, նա ավանտյուրիստ է, էլի նա ջոկել է, ես նրան ճանաչել եմ հələ 20 թիվներ, թե 19 թիվներ KGB-ի մի հատ պատպալկովնիկի հետ նրան օպերայի դեմ այն վաղտ հանդիպեցինք, այն վաղտ ինչ էր հակել, մի հատ քյորնա կուրտկա, մի հատ այն լժնիկի փափաղով, հիմա նրան նայեք, BMW ինչով է ման գալի, չի կարելի է այդքան մեծ պահել, մեծանալ, մեծ մի զգաց քեզ Ալեն Սիմոնյան, ես էլ քեզ հարգում եմ, վատը չեմ ուզում քեզ, բայց դու խփում ես ինքդ քեզ, այսինքն կարող դու պայմանավորություն ունես, ինչ ասեմ, կարող դու ուզում ես Նիկոլ Փաշինյանի տեղը նստես, այնգեր, չես կարալու, ինչքան էլ նստես, եթե մի քանի բիզնեսմեններ ունես, որոնք քեզ փող են տալի, քեզ ֆինանսավորում են, այո, քեզ փող են տալի, ըստ օդում կախված լուրերի նորից եմ ասում, դու այսօր շատ հարուստ, ամենահարուստը ԿՊ-ում դու ես դառել, չեմ ուզում ախր հերիք է, էլի խափում է ժողովրդին, այ տղա, դու այդ քո այդ հրավիրած այդ մարդկանց, որոնք պետք է այսօր շկոնքի տակ պարաշի մոտ պարկա ծլնեին, որոնց դաժե ձեռով չբարևեին են քերոպները չասեմ, в общем, ավտորիտետները կամ լավ բլատնոյ տղեկը, գոհականները, սենց ասենք, ես այդ կյանքը մեկա չեմ ընդունել, չեմ էլ ընդունում, խատյա հարգում եմ, իրանք իրանց կյանքով, մենք մեր կյանքով, ես ինչ ես անում, արա, ում ես կանչեք քո ծնունդը, այո, դրա համար դու Փաշինյանի վարկանիշն ես գցում, այ պարոն Փաշինյան, դու երբ ես հասկանալու, արդեն տարել է, Ժողովուրդ ջան, Փաշինյանն էլ է տարես, հաջողությունները իր այն, գիտի թե ինքը անփոխարինելի է, ամենայնայոց վարչապետ, դու անփոխարինելի մարդ չկա, հավատա, անփոխարինելի մարդ չկա, եկուց որ պետք լինի, քեզ էլ են փոխելու, միանգամից,
ու դու չես հասնելու փախնես։ Քո պատասխանը վատ ալնելու, եթե սեն շարունակես։ Մենք քեզ հարգում սիրում ենք, հայ ժողովուրդ քեզ հարգում սիրում, այս ինչ ես անում։ Խի ես քո այդ ԿՊ-ի մեջ մի հին հրկական այդ ԿՊ-ի մեջ ինչի ես այդ հին հրկականներին ու այդ տեղ ես տալին հենց մարդկանց դու աշկես տեսել ես որ Ռուսաստանում Սերժ Սարգսյանը կամ Սերժ Սարգսյանի Ռուսաստանի այն Քոչարյան Ռոբերտի նման ոնց իշխանությունը պահում էին նենց ես ուզում պահես սխալվում ես մեծարգո հայոց վարչապետ ջան մի արա տենց նայ տես ինչա կատարվում խի են սենց անում խի են խափում մեր ժողովրդին քո նշանակած կադրերը այս ինչա կատարվում չեմ ուզում շատ բան ասեմ մի րոպե դուք հույս ունեք որ ես ձեր համայնքապետերը ձեզ ճիշտ են անում մեր ես ոնց ասեմ ես կեղտոտ համայնքապետերը ճիշտ են անում որ իրանք ստե շուխորենք թե որ ձեզ առել են սաղիտ Ալեն Սիմոնյան քեզ է վերաբերվում քեզ եմ ասում նրանք այնքան դուխ ունեն այսօր որ 20 տարի սրոկը վրեները ասում են ես ինձ ոչ մի բան չի լինելու չեն կարող անեն դու ես պահում եթե դու ես պահում ասա ինչքան փող են տվել էլի քեզ որովհետև դու առանց հանցագործին եթե պահում ես առանց ոչ մի բանի ուրեմն փողա կամ հույսներ դրել եք իրանք ձեզ ձայն տան եթե դուք արդեն շուխորակցե որ Փաշինյանի հետ խոսացել է ինքը Փաշինյանի խոսքը տվե 90-95% ձայն էր դուք հասկանում եք ձեր անունից իրանք ստե ժողովրդի մեջ խոսում են իսկ մեր ժողովուրդն էլ sense ծիծաղում ու արդեն զզվում են նենց արեք որ չլինի ձեր ման եմ ասում ես չգիտեմ մենք ապրելու ենք վատ լավ ապրելու ենք ոնց ուզում ալնի հա մեկ էլ ասենք ես կաթողիկոսին արա այ կաթողիկոս ես թե ով ես արա քեզ կաթողիկոս աղցողի լավը դնեմ սարքեմ արա սիկտիր էլի արա կաշիտ հաստացրածս խոզի նման տապարի նման դուրս չես գալի այ ոչխար հելի տեղից ժողովրդին հելի տեղից արա հելի գնա ապրի էլի քեզ մար արա խես այսքան դու այս ինչքան դու տավար ինչքան թարախ ներսում թարախ ես շնչում որ ուզում ես բան անես առհակ ես չես կարող ոչ մի բան անես մեկը քեզ սրբելու են քեզ մաղելու են որպեսզի չմաղվես այս գլխից դուրս արի այ ոչխար թե չէ հետո գալու են կանդալներ են գցելու ձեռը տանեն այ ոչխար ես քո են Աստծու կողմից անիծված լավը սարքեմ այլ չգիտեմ ոնց ասեմ պոռնիկի ծնունդ հա Ռոմա այսօր անցնենք լավ անցնենք հաջորդին Ռաման Բաղդասարյանի ելույթը նայեցի Ռոման ջան հիշում ես ես քեզ ելույթ տվեցի միասին խոսեցինք մեր համայնքապետերի մասին այն վաղ ես գիտես խի չբացվեցի որ ինձ հետո ասեցիր վախենում եմ ես ոչ մի բանից չեմ վախում ես տես ինչ եմ ասում ես անհավատ եմ բայց միայն Աստծուց եմ վախենում տեղ կա ընդունում եմ էլի թե չէ ով ինչից վախենամ вообще մահից ներողություն կողեմ մահը թող եթե տանելու է թող տանի իրանք են վախենում այդ քո ասած համայնքապետերին այն վաղ մարզպետի մասին որ հարցնում էի ես ասում էի չէի կպնում տեսար որ ես ճիշտ էի տեսար որ սրանք համակերպել են ԿՊ-ի մի քանի պոռնիկների հետ փողեր են տալի ապրում են իրանք բիզնեսներ են անում այդ ԿՊ-ի հետ ագարկալակոտների հետ ոչ բոլորի իհարկե ԿՊ-ում կան այսպես տղաներ ԿՊ-ն այսօր պետք է իշխի բան չունեմ ասելու էլի Փաշինյանի ղեկավարությամբ բայց սրանց տարել է իրանց այս բանը ոնց իրանց հաջողություններ տարել է իրանք գիտեն թե արդեն 3 կապույտում են ապրում դրախտում են Աստված իրանց նայել արա դուք Հիտլերին հիշեք Պինոչետին հիշեք այն գերներ հենց Քոչարյան Ռոբերտին հիշեք Սերժ Սարգսյանին հիշեք ես ինչ եք անում դուք արա չասեք ես ձեր դեմ չեմ հա զոմբիներ չարձակվեք վրես ճիշտն եմ ասում ճիշտը որ ասում աշկները ծակում հա խի մի րոպե նայեմ էլ ինչ Բաղդասարյան Ռոման իմաց որ ճիշտ է իր սրանք սաղ կաշառակեր պոռնիկի ծնունդներ են չի փոխվել ոչ մի բան Սյունիքում այս գալմա մարզպետն էլ դրած Իրանը անում է ոնց ուզում է արա այն Արեն Մկրտչյանը ինչ այն որներ է լորվա մարզպետներ են լավ տղեն նրա նման սապոգ հակի արա գնա ոչ թե ես քու են գալմա
դու գալմ ես, դու ագենտ ես KGB-ի, դու Աբազյանի ագենտն ես, Աբազյանը չկա, հիմա ում ագենտն ես, Ալեն Սիմոնյանի, թե ումն ես, արա։ Պարոն Արայիկ Հարությունյան, սրա գլխին սարքեք, արա, ախպեր, հանրություն պետք KGB-ին ենքան քաքեր կհանեն, որ իրա քաքի մեջ սա շնչը կկտրվի, դուք հասկանում, մխի չեք անում սա, արա, այ ձեր ցավը տանեմ։ Արայիկ Հարությունյան ջան, ես քեզ եմ շատ հարգում սիրում, որովհետև գիտեմ, ազնիվ տղա ես, ով ինչ ուզում է ձեր մասին ասի, մեկը քակ կուտի կողքից ձեր մասին վատ է կասի։ Մեր դեպուտատները, դուք ինչ եք ձեր ներդ կտրած, արա, լեռած եք, զանգում եմ 7 չկոնում, վախում եք ինձնից։ Ես սատանա չեմ, արա, ես ձեզ համ բարձրացնողն եմ, համ վերքցողն եմ, հասկացեք։ Պահեք, արա, ես գալմին հանեք սիկտիր արեք, շունեցի դեպուտատներ, գնացեք Փաշինյանի մոտ բացատրեք, եթե բաներ չունեք, եկեք ես տամ ձեզ, ինչ արել, ում հետ, որ ինչ կապեր ունի, չեմ ուզում մտնեմ այդ իր անձնական կյանք, բայց կասեմ, որ հարց հասնի, որ փոխվի մեր ժողովրդի մար, կասեմ, չեմ սիրում էլի այս անձնական կյանք, ոչ մեկը ով ումա դոմփում, այսպես ասած, ինչ անում, այդպես բաներ չեմ ուզում, բայց որ նա փողեր են տանում, փողեր են աշխատում, այս ժողովրդին տերած ոչխարի տեղ, այդա ես դրա համար սրանց լավը պիտի դնեմ սարքեմ։ Մեծարգոպ ամենայն հայոց վարչապետ, այդ հանի այս չատլախին ձեներ չեն բերելու ձեզ, արա, խափում են ձեզ, դժվար է երկար դպրոցի ճամփան շատերի համար։ Հա, արա այդ Իշխան Սաղաթելյանն ես, ով ես, դու այդքան որ ունես ներողություն, որ գրզոյին տենց բան ես ասում, Խաչատուր Ալբերտիչին, հա? Արա դու քեզ այնց ներկայացում Խաչատուր Ալբերտիչը քեզ կդնի մի հատ այսինքն բախտը բերելա Փաշինյանն է, էլի, Փաշինյանը չներ Ալբերտիչ քեզ գիտես ոնց կճզմեր, արա, այ վախկոտ Նազարեն, որ վախ փախնում է իր, արա, ես քու են, ինչա թե դրել են մեջդ, դու բանակ չես ծառայ, ոչ իմ բան չես արել, այսօր ինչեր ես ուզում անես այս ժողովրդի, արա դաշնակ ագարկա, փախի արա, ներողություն Ժորժ ջան, էլ չեմ դիմանում, այդ պորնիկի ծննդները իրանք այնքան բանդիր են, բան իրես էլ չունեն, պնդաճակատ ագարկեք են, որ չեն հասկանում, որ իրանք այս ժողովրդի հոգին կերել են, ժողովուրդը զզվում է իրանցից։ Իշխան Սաղաթելյան, այդ որ ասում ես պատասխանը, դու ես պատասխան տալու, ախր Փաշինյանի տեղը պետք է ես լինեի, որ այսօր քեզ փոխածնեի Գորիսի Բերթը ունդեղ հետույքիցդ այնքան սխմեին, որ խելքդ գլուխը գար, այ պորնիկ ագարկա։ Մի րոպե։ Դատայրավական համակարգի մասին ասեցի, դատայրավական համակարգն էլ իրան անում այլի, այդ որ ելույթներ եք ունենում սենց է դատավոր ես, արա մի դատավոր ասեք, որ մաքուր է, այս վերջի տարիներին չէ, ովքեր հիմա դատարանների նախագահները սա հներից մնացած մարդիկ են, որոնց տակը այնքան քակ կա, որ իրանք վեր կենան տեղից, այդ քաքը սաղ աշխարհում հոտը կընկնի ու մարդիկ կթունավորվեն, ինչքանում արա, լյուստրացիա արեք, արա, հանեք սրանց, արա, երբ այս, չգիտեմ, հոգնում էլ եմ ասել, էր զզվում ենք ասել, այդքանը, այդ իրա հերթին։ Հետո խի եք կպնում այս ԿՊ-ի մեր Փաշինյանի մոտիկներ, հունցն ասում, հետնորդներ եք ով եք, խի եք կպնում Արման Բաբաջանյանին, Արամ Սարգսյանին, խի եք կպնում, որ մի բան ենք ասում, հիմա դե ինձ էլ կպեք, որ ճիշտ ասում եք, խի է ձեր, հունց ասիմ ձեր աշկերը սկսում մրմռալը, արա, խի եք մրմռում, ճիշտ ենք ասում, ճիշտ եմ ասում մեր պարոն Փաշինյանին, այո, Սյունիքը չի փոխվել, Սյունիքում նստած են հին ագարկա դավաճան, որոնք դավաճանել են Մաքսիմ Անուշավանիչին, հետո դավաճանել են Վահե Հակոբյանին, հիմա էլ մտել են ձեր հետույքը, վաղներ ձեզ են դավաճանելու, դուք երբ եք հասկանալու, որ դավաճանությունը ներելի չի այդ բան, արա, սոված սատկ եք, բայց մի դավաճանեք, արա, այ կեղտոտներ, ես որ ուզեի, ես որ միլիոնատեր կլնեի, եթե դավաճանեի, չեմ դավաճանում, թքածուն եմ դրանց վրա, հետո մի կպեք Արման Բաբաջանյանի բանի, որ ճիշտ ասում են, ինչ եք կպած հետույքներից էդ կպնում եք ակպնում, որ ասում են ընդունեք ու դուք հասկացեք, որ ճիշտն են ասում, այնքան բաներ կա ասելու, չեմ ուզում էլի ասեմ հələ խորանամ, չգիտեմ,
շատ բան կա ստե ասելու չեմ ուզում երկարացնեմ ձեզ զզվացնեմ այ ժողովուրդ ջան ամեն դեպքում հիշեք Սյունիքը այդ որ խոսք են տվել ձեզ պարոն Փաշինյան իրանց ասելով 97-98% ձայներ Ալեն Սիմոնյանն ձեզ խոսք տվեց չերեզ իրանց թե ոնց ասում նույնիսկ ասում են ձեզ այդ անձապ հանդիպել է ասելա խոսք է այսինքն նա այդ հոդվածները վրեն առևան մարդու վրա կրակելու չգիտեմ այնքան քրեական հոդվածներ կա վրեն դա պետք է դատված լիներ 20 տարի առաջ ինչ արել է իր շրջապատը սաղ դատվել է ինքը չի դատվել եկեք ինձ բացատրեք էլի ոնց կարող է մի մարդ անդահատ բռնվի գողությունն է թե ծեծելա թե չգիտեմ խուլիգանությունն է թե շողոք կաշառակերությունն չդատվի բայց իր կողքը սաղ դատվեն մարդասպանություն էլ է եղել որ ինքը չի դատվել կարաք ասեք ուրեմն ինքը իր սիրուն աշկերի համար չի դատվել ուրեմն ինքը բերանաբաց բոզա ինքը սրանան ինֆորմացիա տվող ագարկա է ուրեմն իմացեք այ քաջան ժոր գիտացեք որ ինֆորմացիա տամ այդ բոզը ինֆորմացիա տամ աչուձախ եթե պետության համար տա ինֆորմացիա նորմալ բանի համար կհասկանանք ճիշտ են անում կոռուպցիոն ես էլ որ պետք է ինֆորմացիա եմ տալու հա եթե պետությանը կպնեն բայց սա իր մաշկի համար ինֆորմացիա տա մարդիկ բագաժ են այսօր էլ իր մարդիկ մոտիկներից մարդիկ դատված են այս չատ լախը հլա ուտում շփվում այս մեր Աբդուլհամիդ կոմբինատի հետ էլ տալի առնումա փողերը առնում լավ Աբդուլհամիդ քուլավն էլ տեմ սարկելու այ պիդեր դու հլա սպասի դու հլա քիչս է ինձ ջնանչում այ չատ լախ դու այդ որ հավատացիր իմացար թե որ գալիս է եկողքը զանգում էի պարոն էս ինչան երբ ենք ուժին անելու ինձ ուզում էր դրանով վախեցնեիր դու գիտես որ այդ վախը կկուխը մետույքդ վախ կոտը դու ես այ գարկա որտեղից ցելա քիչ էր մաթորից ընկնեիր այ վախ կոտ Աբդուլհամիդ գյոտ ես քու լավը քունելու եմ հիմա ներողություն ժողովուրդ ջան էլ ճար չկա Այսքանն է ուզում ասեի, ոնց ուզում եք հասկացեք, վերլուծեք ասածս տարբեր բաներով, տեսեք, որ ես ճիշտ եմ ասում, ցավները տանեմ, պահենք Փաշինյանն էթեչ, առանց Փաշինյան մենք չկանք, այդ այլանդակները որ կան, բայց Փաշինյանի հետ շուրջը հավաքվել են պոռնիկի ծնունդներ շատ, ոչ թե բոլորը, այլ շատերը կան, պարոն Արայիկ Հարությունյան, ուշադրություն դարձրու դրան, թե քեզ չի հավատում արդեն Նիկոլ Փաշինյանը, հավատում է մի քանի, ես ինչ եք անում, ուրիշ բան չեմ ասում, հենց տամ մեր Հայկ Սարգսյանի, Նայիրի Սարգսյանի աղբերների անունները, ուրիշ ոչ մի անուն չեմ տալի, խիեք այդ տղեկին սենց որ կծում արա, այդ տղեկ, դուք որտեղ եք, որ իրանք հեղափոխություն էին անում, արա, Ռաման Բաղդասարյան ճիշտ ես, ինչքան կյանքում ճիշտ ենք ասում, ինչքան պայքարում ենք ճիշտը, մենք ենք դժվում։ Իսկ այն պոռնիկները ոնց դավաճանել էին, ոնց փող ուտում էին մինչև այսօր, ուտում են, ապրում են, վայելում են, բայց վախը հենա իրանց մեջ։ Կարևորն է, որ ես վախ չկա, ազատ եմ շնչում։ Իրանք վախ կոտ են, վախ կոտ պոռնիկներ են, որ դուրը ծեծում են, իրանք կարող է ինֆարկտ ստանան, գիտեն թե հեսա KGB-ն է եկած հետևներից։ Այսքանը ինչ ասեմ, ժողովուրդ ջան, ավել պակաս կներեք, ու ինչ ճիշտ հասկացեք, ես ոչ Փաշինյանն եմ քննադատում, եթե պետք լինի քննադատելու եմ, այո, քննադատում եմ նրա համար, որ Ալեն Սիմոնյանը երկրորդ մարդ է, մեր Հայաստանի երկրորդ կառավարիչը, այսպես ասենք, իր ծննդին հանցագործներ է հրավիրել, որոնք Վայ Ակոբյանի թուլեկն էին, Վայ Ակոբյանի մեծացրած թուլեք, այսքանը։ Դե ավել չեմ ասում, էլի պատկերացրեք, ուրեմն նա միլիարդներ է աշխատում, այս օթից կախված լուրերի պարոն Ալեն Սիմոնյան, այսքանը, ես քեզ շատ էի հարգում, ընդունում, գիտեի, դաժ ուզում էի գայի մոտդ հարցեր ունեի, բայց որ նայում եմ, դու էլ ինձ բագաժ կտաս, հո, ախր, արա պետքա մեկիդ գլխին կրակ են, երկուսիդ գլխին կրակ են, որ վախ եք, որ իմանաք կրակ ողել կա, չկա է ախր Հայաստանում, վախ կոտ գյոթերն դրած ես մի քանի հոգի, լավ